Կառավարությունը հավանություն է տվել պետական նպաստների մասին օրենքի փոփոխություններին, որոնցով ծնողներին սպասվում են նոր աջակցություններ։ Օրենքի ընդունումից հետո կգործեն 4 տեսակի նպաստներ՝ մայրության, ծննդյան միանվագ, մինչև 2 տարեկան խնամքի եւ նոր ներդրվող երրորդ եւ հաջորդ երեխաների նպաստ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին եւ դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է 500,000 դրամ, անկախ կարգաթվից, այնինչ գործող կարգավորումներով առաջին եւ երկրորդ երեխաների համար տրամադրվում էր 300,000 դրամ, երրորդ եւ չորրորդ երեխայի դեպքում տրվում էր 1 միլիոն դրամ, իսկ 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում 1.5 միլիոն դրամ։ Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող պետական նպաստների համակարգը ամբողջությամբ պիտի դիտարկել եւ ինքն ուղղված է ժողովրդագրական իրավիճակին բարելավմանը, որպեսզի նպաստի իրավիճակի բարելավմանը։ Այս փոփոխության հետևանքով ծնելիության խրախուսման համար կարևոր երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյան նպաստները նվազում են 2-ից 3 անգամ, ինչը լուրջ բացասական հետևանքներ կունենա բազմազավակ ընտանիքներում եւ կարող է ավելի խորացնել աղքատությունը, ասում են մասնագետները։ Հայաստանում սա առաջին դեպքն է, երբ նվազում է ծննդյան նպաստի չափը, ինչը հակասում է պետության սոցիալական պատասխանատվության սկզբունքին, ասում է Գործատուների միության նախագահն ու հավելում, առանց այն էլ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով Հայաստանում ծնելիությունը հասել է պատմականորեն ամենացածր մակարդակին։ 10 տարվա ընթացքում ծնելիության ցուցանիշը նվազել է շուրջ 20%, խորացնելով ժողովրդագրական ճգնաժամի մասին մտահոգությունները։ Գումարները կրճատելով ավելի կվատացնենք աճի գործընթացը, աճի դինամիկան։ Այսինքն ավելի կնվազի շահագրգռվածությունը։ Բայց կրկնում եմ, ընտանիքների պարագայում ես չեմ գտնում, որ դա պիտի լինի փողային շահագրգռվածություն։ Ես ընդհանրապես այդ մոդելը մի քիչ այլ կերպ կտանեի առաջ։ Իդեպ 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների ծննդյան կապակցությամբ ամեն ամիս այժմ ընտանիքներին տրամադրվում է 50,000 դրամ աջակցություն, մինչև երեխայի 6 տարին լրանալը։ Որպեսզի ամսական 50,000 դրամը տրամադրվի, պայմանն այն է, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը լինի երրորդ կամ հաջորդ, այսինքն երբ 2022 թվականի հունվարից հետո ընտանիքում ծնվի երրորդ, չորրորդ, 5-րդ երեխան, այդ գումարը տրվում է յուրաքանչյուր երեխայի համար։ Եթե եռյակ ծնվի, ապա 50,000 դրամները կտրամադրվեն մինչև երեխաների 6 տարեկան դառնալը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։